բույրը չգիտեմ ոնց փոխանցեմ ձեզ այս գեղեցկությունը նվիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին թող ձեր օրը այսպես գեղեցիկ լինի ու անուշաբույր ու միայն լավ մարդիկ պատահեն ձեզ օրվա ընթացքում Կան չի եղել մեր փողոցի վրա շտապ օգնությունը կանգնած էր Մեր կայարանի շենքն եմ ուզում ցույց տամ ովքեր որ նոր են միացել ու չեն տեսել Շատ սիրուն շենք է Մեր կայարանը որն է այս մեր քաղաքի կայարանը Շատ մեծ չի 6 հատ կառամատույց ունի պերոն ունի բայց սիրուն է շենքը Էս էլ մերձակա տարածքը Արդեն հասկացաք որ գործի եմ գնում կայարանն եմ ցույց տալիս Ազատ օրերը վերջացան, արդեն աշխատելու ժամանակն է Այս շաբաթ էլ աշխատեմ ու արձակուրդ եմ Դրա համար եմ ուրախացել, որ այս մի քանի օրնա գնամ գամ ու ազատ եմ Գիտեք, շատ ժամանակ է պետք Մարդ կա ինքա չգիտի ժամանակը ոնց տանի, ինձ էլ շատ ժամանակ է պետք Այնքան բան կա, որ ուզում եմ անեմ, չեմ հասցնում Ահագին ցուրտ է Արևա, բայց սառն է ցուրտ է մի 10 աստիճան 11 կլինի բայց արևը մի քիչ տաքացնում է ուրախացնում է գնացքը գալու է առավոտ արթնացել եմ մարզվել եմ այսօր ծանր գանտելներով եմ էլի մարզվել բայց մի բան սխալ եմ արել ոնց որ այս պարանոցի հատվածում լարվածություն լինի մի ձևի դրա համար վիդեոներ նայեցի որ ճիշտ անեմ Ջուլիետան հարցրել էր ինչ մասաժ եմ ստանում որ գլխապտույտ ունեմ այս պարանոցից ու մի քիչ ներքև թիակների արանքում այդտեղ է մասաժ անում դրա հետ կապված օրինակ որ ասենք մի 2 տարի չեմ անում գլխացավեր եմ ունենում բան այդ լարվածությունից ստրեսից բանից այդ մասը ոնց որ կոշտանա մի ձևի դրա համար է բժիշկը ուղարկում մասաժի ու դրանից է ինձ թվում է գլխապտույտը ոչ թե հենց մասաժից է այլ որ ոնց որ փորի վրա պարկում եմ դրանից է էլի հետո որ նստում ուղղվում նստում եմ դրանից է ոնց որ գլխապտույտ առաջանում չնայած ինքն ասում է հանգիստ բարձրացի նստի մինչև ասում է գլխապտույտը անցնի հետո էլ վարժություններ է ցույց տալիս դրանք անում եմ հետո նոր կարամ վեր կենամ այսօր իրատված վարժություններն արեցի Սրանք մի քիչ իմ համար դժվար են, բայց պետք է անեմ Քամի մի քիչ միկրոֆոնը դեռ չի եկել Գոնե դրսում միկրոֆոնով կխոսամ, կձայնագրեմ, որ ձայնս լավ լսեք Այդպես ժողովուրդ ջան, ինչ էի ասում, մասաժի հետ կապված այդպես Առավոտ արթնացել եմ, վարժությունները արեցի, այդ գանտելի համար էլ լավ վարժություն նայեցի, որ ճիշտ անեմ, սխալ եմ արել մի բան, մի քիչ լարվածություն կա այս պարանոցից հատվածում, հաստատ դրանից է Ճաշ պատրաստեցի, այսօր կանաչ ոլորը աղցան եմ սարքել, սառեցրած կանաչ ոլորը, մի հատ լցրեցի եռացրած ջրի մեջ, անգամ չի էլ եռացել, այդպես լցրեցի մի քիչ մնաց ու քամել եմ, որովհետև եփած է, խաշված է, ուղղակի սառած էր Քամեցի, հետո վրան ավելացրել եմ ձետ, աղ, սև պղպեղ, կանաչիներ, կարմիր թարմ պղպեղ ու կանաչ սոխ Դա եղավ համով աղցան, հետը կուսկուս եմ պատրաստել, կուսկուսն էլ դե վրան եռացրած ջուր եմ լցնում,
ծածկում եմ այդպես ուռումա, հետո ավելացնում եմ աղ, սև պղպեղ, էլի կանաչի, մի փոքր ձետ ու այդքան բան։ Կուսկուսը հետնել պատրաստել եմ սպանախը ուղղակի խաշել եմ, վրան ավելացրել եմ ձետ, աղ, սև պղպեղ ու կիտրոնի հյութ եմ լավ քամել։ Այդքան բան եմ այսօր արել ու ափսեի վրա այդ ամեն ինչից ու պանիր եմ դրել, իմ ճաշը դա է եղել այսօր, շատ կշտացնող, խամով, իմ կարծիքով բալանսավորված ճաշ է եղել։ Հետո մի հատ սուրճ եմ խմել ու դուրս եմ եկել, այդ մի սուրճը այսօրվա համար, որովհետև էլ չեմ կարող խմեմ, էլ հնարավորություն չկա խմելու, հերիքա։ Ինչևէ, հարցրել էիք նեխուրի հյութը ոնց եմ պատրաստում, իդեպ երեկվա պատրաստածից էլի էր մնացել, այսօր էլ եմ խմել, հյութաքամիչով եմ պատրաստել, լվացրել եմ նեխուրը, կտրատել, լցրել եմ հյութաքամիչի մեջ ու այդպես լավ հյութը դուրս է եկել։ Հա, այսիմ գնացքը եկավ, ժողովուրդ ջան, գնամ չմնամ այստեղ կանգնած։ Ժողովուրդ Գենտում ավելի ցուրտ է, քան մեր քաղաքում։ Լավ ցուրտ է։ Հասա գործի տեղ, մտնեմ աշխատեմ, օրվա հացի փոխն աշխատեմ։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Կոշիկ էի նայում, բայց չգտա հարմար բան։ Ուրիշ խանութում կնայեմ։ Եկող շաբաթ արձակուրդ եմ եկա, ժամանակ կունենամ։ Հստակ չգիտեմ էլ ինչ կլինեմ ուզում, բայց կոշիկ է պետք։ Վերջ իսկականից արդեն անցա գործի։ Եկել եմ արդեն հասել եմ գնացքի կայարան։ Հսկիչը անցավ, հարցնում եմ գնացքի 2 րոպե ու շարժվեց, հարցնում եմ ուշացում կա, ինքը ֆրանսերենով ինձ պատասխանեց, ես բացարձակ ոչ մի բառ չհասկացա, ասեցի հա, յա, օքեյ, ոչ մի բան չհասկացա։ Այդ սիրուն լեզվով չեմ խոսում, չեմ հասկանում, բայց որ նոր ենք եկել Բելգիա, այն սկզբում 2 ամիս գնացինք ֆրանսերենի դասերի, այդ ինձ սիրուն լեզու է, այդ ֆրանսերենը, այդ ինձ սիրուն լեզու է։ Գնացինք 2 ամիս, բայց հետո որ տեղափոխվեցինք այս հոլանդախոս հողը, արդեն հոլանդերեն գնացինք, սովորեցինք։ Բայց կուզենայի, որ ֆրանսերեն խոսեի, բայց ափսոս չեմ խոսում։ Որովհետև այս մեր քաղաքում, եթե մենակ ֆրանսերեն էլ խոսայի, էլի լավ էր, ասենք, կարայի, բայց ինչև է, խմած մարդ էր, մեծ մարդ, դռները արդեն փակվում էին, ինքը հազիվ ճոճվելով եկավ բարձրանում էր գնացք, լավը չմնաց դռների արանքում, տեսավ հսկիչը, մի անգամ այդպես մի հոգի տրամվայի դռների արանքում էր մնացել, մեր մոտ չէի, ես բանով էի տեսել, այդպես տեսել էի, չեմ հիշում, տիկտոկով էր, թե ինչով էի տեսել, ու հետաքրքիրն է նա, որ դռները փակվում են, ասենք ուշադիր չի վարորդել էլի տրամվայի։ Հիմա այս մարդունն էր, լավա չմնաց դռների արանքում։ Գործի տեղն էլ ինչպես միշտ գործ, բայց շատ մարդ չկար, էլի, այդ կողմով այդքան շատ ծանրաբեռնված չէր, բայց գործ շատ կար։ Հերթական մասաժին եմ գնում, ահագին լավ օգնում է, այսօր 3-րդ օրն է, 3-րդ սեանսն է, բայց ահագին տարբերություն զգում եմ, բայց հետը վարժություններ էլ եմ էլի անում, մենակ մասաժը չի, բայց տարբերություն շատ եմ զգում, ահագին ջերմաստիճանը այսօր բարձրացել է, բայց քամի կա, դրա համար 19 աստիճան, մտածում էի կարող անգամ շոկ լինի իմ համար 19 աստիճանը, բայց չէ, ժակետ հակա, որովհետև սառն է, ես էլ մի ձևի ոնց որ
թույլ լինեմ, հոգնած լինեմ այս մի քանի օրվա գործից հետո, կամ էլ կարող եմ մրսել եմ, չգիտեմ, մի ձևի թուլություն եմ զգում։ Ինչևէ, գնամ մասաժի, վաղն էլ կաշխատեմ ու մի քանի օր արձակուրդ ունեմ, մի շաբաթ, այսինքն ոչ թե մի քանի օր։ Հիմա ուզում եմ պայմանավորվել եմ Աշոտի հետ մասաժից դուրս կամ ինքը կգա, մեքենայով կգա, կմտնենք ակցիոն, մի քանի բան ենք ուզում գնենք, ձեռքով տանելը դժվար կլինի, հատկապես այդ ցուքանը մաքրելու շավել բանը։ Մտնեմ դուրս կամ, եթե հարմար լինի ակցիոնում կնկարեմ։ Իդեպ ակցիոնը հարցրել եք անունը որտեղից է, անգլերեն բառ է, ոնց որ ծագումը անվան անգլիական է, բայց խանութը հենց ինքը Հոլանդիայից է, առաջին անգամ Հոլանդիայում են բացել, հիմա շատ երկրներում կա, բայց անունը ինձ թվում է չի էլ թարգմանվում, եվրոպական երկրներում կա, Հունաստանում երևի չկա, Ռիտա ջան, կարծեմ դու էիր հարցրել, երևի Հունաստանում չկա, վստահ չեմ, բայց այս եվրոպական շատ երկրներում կա, ու հետաքրքիր է, որ օրական ասում է, ինչքան մարդ է մտնում դուրս գալի, այդ ամբողջ խանութներում, ամբողջ երկրների խանութներում միլիոնավոր մարդիկ են մտնում դուրս գալիս օրական ակցիոն։ Դե համ ապրանքը էժանա, համ էլ ահագին որակով։ Մոտավորապես 30 տարի առաջ խանութը բացել են Հոլանդիայում, մի հատ առաջին խանութը բացել են ու աստիճանաբար այսպես մեծացել են, ծավալվել են ու շատ միլիարդավոր դոլարների բյուջե ունեն։ Հասա մասաժիստի մոտ, ժողովուրդ ջան, մտնեմ մասաժը ստանամ դուրս կամ։ Մասաժից հետո մի անգամից խանութ մտան, մի քանի բան առանք։ Հիմա ուզում եմ ձեր հետ դատարկել, ժողովուրդ ջան։ Նախ ակցիոն մտանք, ես թղթերից էր պետք բանի տպելու համար, տպիչի համար A4 ֆորմատի թուղթ էր պետք, ես վերցրինք, մեջը 500 հատ A4 ֆորմատի թղթերն են, տարիներով հերիքում է, այսպիսի մի հատ պետ էր, գրառումների բաների համար, առանց գծերի էի ուզում, բայց չկար, գծերով եմ վերցրել, ես ոնց որ 250 արժեր, գրիչներ, գելային սովորական գրիչներ են, այս կալգոտկայա, բարակ, սովորական երկու հատ է իրար հետ, մեր խանութից կարնեմ, ես ուղղակի աչքիս ընկա վերցրի, երկու հատ է իրար հետ, 280 արժեր, 20 դենա բարակներից, այս անգամ ինչ բաներ խուրմա կար, 3 հատ վերցրի, մի հատ նուժ, սրանք պետք է լվանամ, խուրման կարող է չլվանամ, չգիտեմ, բայց միջուկ եղեն էլի ունեմ, որ պետք է լվանամ, սրանք ես խոհանոցի համար էլի լույսերից, լամպուչկաներից ենք վերցրել, Աշոտն է ընտրել, մկրատներ խոհանոցի համար, այս մեծը հատկապես խոհանոցին հարմար է, աչքերի տակի համար, մուկ գույնի համար մասկա, 4 հատ էր մեջը, ինչ արժեր, բայց չեմ հիշում, մեկ ու քանիս էր երևի, ակցիոնի գները ինչ են, մեկ ու քանիս էլի, մի հատը արժեր, մի հատը, այսինքն մի հատի մեջ 2 անգամվա համար, մի եվրո արժեր, 2 հատ սրանից եմ վերցրել, չեմ փորձել ընդհանրապես, առաջին անգամ եմ առել, տեսնեմ ոնց է, վարունգի բանով է, վարունգի, էլեմենտներ, ճնշմանապարատ էլեմենտները նստել էին, Աշոտը այս տեսակ գլխարկ իրան վերցրեց, ինքը չի սիրում են ամառային են պետերը, որ կան, պետչս, այս տեսակ գլխարկ է սիրում, բարակ է շատ, ասում ես հարմար է,
էլի տետր գրառումների համար, բայց էլի բանա գծավոր է, անգից չկար, այդքան տետրերի բաժին այդքան շատ բան չկար, աղբի տոպրակներ 50 լիտրանոցը, երկուսու քանիս էր, 250-ներ թե 60-ներ 20 հատը մեջը, հետաքրքիր է չէ, որ աղբի համար այդ փողը պետք է 10 տոպրակն առնես, որ աղբի լցնես մեջը թափես, ասեք բա ոնց անենք ուրիշ հետը, մաքրության զուգանի համար էլ մի քանի բան վերցրի, այս նոր կոլեկցիա էր, նոր բան էր դրած, բաղնիկը մաքրելու համար է այս, Pink ֆիրման, հեղու կոճար լվացվելու ձեռքերի համար, զուգարանի գել, այս գելը շատ լավն է, հոտը շատ լավն է, շատ եմ հավանում, էլի զուգարանի, այս է զուգանի ժավել, այսինքն մենակ զուգանի չէ, էլի ժավել, երկու հատ ամանի հեղուկ, սրանք ակցիա էին դրել, 64 ցենտ արժեր, բայց դե չգիտեմ ինչ լավն է, լավը չէ, մի անգամ ակցիոնից առել եմ, լավը չէր, հիմի չգիտեմ, այս նույնից էր, թե չէ, չեմ հիշում, ու լողանալու փրփուր, ալոեի, այսքանի վճարել ենք 53 եվրո 30 ցենտ, ակցիոնից դուրս եկանք, մտանք Ալդի, մի անգամից էտեղ ցույց տամ, Ալդին կողքն է ակցիոնի, դրա համար մտանք, թե չէ Ալդին այդպես ես չեմ սիրում, մի հատ լավ մեծ կանաչ նեխուր եմ վերցրել, որ էլի հյութ սարքեմ, մի հատ չէ, երկու հատ ես հացերից, մի հատ է կերանք արդեն, երկու տուփ ձու, մեջը 12 հատա, սրանք միջին չափի ձվերն են, մեդիում, ձվի տեղը չէին գտնում Ալդիում, ահագին ման եկանք, այսինքն ես կասայի մոտ սպասում էի, աշոտ ահագին ման եկավ, մինչև գտավ բերեց, սալատի թերթիկներ, գունավորները, ուզում էի մառուլ էլ վերցնել, ինքան վատն էր, փչացած, հեչ մեջը լավ բան չկար, այս գունավորներից եմ վերցրել, այս համեմատաբար լավ էր, լավ վիճակում է, այստեղ վերցրել եմ, մի քիչ խառն ենք դրել, մանգո, սեղ չէր, ոնց որ 1.50 էր իջել, չգիտեմ նախկինում 1 ինչքան էր, բայց հիմա 1.50 էր, կոճապղպեղ, հյութերի մեջ եմ լցնում, այս նեխուր բանի հյութ, որ պատրաստում եմ գազարի մեջ լցնում եմ, մի հատ կանաչ լոբի վերցրի, շատ լավը չէր շատ, դրա համար, մտածում եմ երկու հատ կվերցնեմ, բայց չէ, այդքան լավ չէր, 3.50 արժի, կես կիլոն, այս ամիս պայուսակներ բերեմ, ժողովուրդ ջան, երկու հատ ելակ վերցրի, Ալդիում դրած էր զեղչ, կես կիլոն ոնց որ 3 եվրո էր, բայց այն մի անգամ Լիդլում ավելի լավ զեղչ էր, իսկ դրանից առաջ էլ Ալբերտ Հեյնում մի կիլոն 260 էր, երկու հատ ելակ, երիցուկի թեյ, սամոքսը հանգստացնող, շատ լավ, ընդհանրապես հանգստացնող թեյ է, վերցրել եմ նաև յոգուրտ, տարբեր համերի, դեղցի ու ելակի, ընդհանրապես այս յոգուրտներից այդպես մենք չենք ուտում, շաքար բանի պարունակության պատճառով, բայց այս մեկը ոնց որ B էր սննդային արժեքը, դրա համար վերցրել եմ մեկ-մեկ կարելի է, մի մեծ կապ կանաչ բանան, որովհետև 3 տեղին, 3 Լիդլից էլ ենք առևտուր արել, այս կանաչը մինչև հասնի Լիդլինը արդեն կուտենք, ու վերցրել եմ ավոկադո, 3 հատ ավոկադո, ահագին հասած է, շատ երկար չի էլ դիմանա այս, պետք է ոնց որ առաջիկա օրերին ուտվի,
Ոնց որ ոչ մի բան չմոռացա, ամեն ինչ ցույց տվի, այսքան առևտուրը Aldi-ում վճարեցինք 40 եվրո։ Այսքան բան ժողովուրդ ջան, այսքան առևտուր։ Հիմա ես սրանք տեղավորեմ, սոված ենք, հաց ուտենք։ Ժողովուրդ ջան, չգիտեմ ձայնս էստեղից լսվում է, թե չէ։ Քամիա, կչորանա մինչև 2 ժամ փռեմ, կչորանա։ Հարևանուս ինձանից բարձր է խոսում, ինքն էլ է դուրս է իրանց կողմում, այնքան բարձր է խոսում, որ այստեղ արդեն ինչ էլ ես խոսամ հաստատ չեք լսի։ Ես շատ եմ սիրում լվացքը դուրսը փռել արևի տակ, այնքան շատ եմ սիրում, մի անգամ էլ եմ ասել ոնց որ սա իմ հոբին լինի։ Արևի տակ ուրիշ է, էլի անուշ բույրը կպնում է։ Ճիշտ է լվացքի համար անուշաբույր բան եմ լցնում, բայց դրսի այդ արևի անուշ հոտը կպնում է շորերին շատ սիրում եմ այսպես արևի տակ փռել։ Ինչքան շատ է ամեն ինչը զարգանում, այնքան շատ կարոտում ենք մեր հին բաներին են անցյալի այն սովորական լվացքի մեքենաները, որ պտտվում էր, կանգնում էր, հանում էինք ձեռքով էինք քամում, հետները քամելու բան էլ կար, բայց ես սիրում էի, որ ձեռքով քամում էինք, հետո պարզաջրում էինք, հետո մի հատ առանձին լողակաջուր էինք անում, լուկա էինք լցնում, հազար ու մի բան էինք անում, բայց շատ հաճելի էր։ Քանի գնում է ամեն ինչը փոխվում է, հիմա չգիտեմ, հեշտանում է գործը, բայց մարդիկ էլ այդպես թամբալանում են։ Մամաս միշտ ասում էր, լվացքը փռելուց շորերը թարսացրեք, նոր փռեք, որ արևից գույնը չխամրի, չփչանա։ Ես լվանալուց էլ եմ թարսացնում, մեկ-մեկ պատահում է, որ այսպես թարսացրած չի լինում, ուղիղ կողմով է լինում, փռելու ժամանակ նոր թարսացնում եմ։ Տարբեր պարանների վրա եմ փռում, արդեն նայում եմ, թե արևը որ պարանի վրա ինչքան է ընկնում ըստ շորերի հաստության, այսպես առանձնացնում փռում եմ։ Հաճույքով եմ անում այս լվացք փռելը շատ։ Վարդերի անուշ հոտը տարածվել է։ Քամին շորերը շուտ կչորացնի, իրականում ես երևի այդ բնության բաներից մենակ քամին չեմ սիրում, բայց թե ոչինչ, շորերիս խաթեր լավա որ քամիա, կչորանա շուտ։ Հիմա ժամը 5-ն է, ժամը 9-ից հետո նոր մութը ընկնում է, բայց ջերմաստիճանը քիչն է արդեն մինչև այդ։ Փռեցի վերջացրի ժողովուրդ ջան, այս մի արագ կչորանա, համ քամիա, համ էլ արևը շատ չի ընկնում վրան, բայց մեկը կչորանա։ Մի հատ էլ ես անուշաբույր վարդից հոտ քաշեմ։